Աշխարհասփյուռ հայությունը շարունակում է զորակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին։ Այս օրերին աջակցության հերթական հզոր ալիքն է բարձրացել Իրանի հայ համայնքում։ Պարոն Ծառուկյանի մասին եւ իր նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեմ։ Պարոն Ծառուկյանը այն անձնավորություններից է, որ անխնագերով իր հարստութենեն, այսպես ասած, բաժանած է ազգին, եկեղեցուն մանավանդ եւ ընդհանրապես մեր ժողովուրդին։ Հիմնավոր իրանահայ համայնքը խոր մտահոգությամբ է հետևում։ Ամոթ է, ուղղակի ամոթ է եւ այս տեսակ բաներով Սփյուռքին էլ հիասթափված, հուսալքված, Սփյուռքին ավելով են հիասթափեցնում եւ ավելի են հուսալքում։ Իրանում պետական պաշտոնյաներ, հոգևոր դասից մինչև գործարարներ, մշակութային գործիչներ ու սպորտի պատասխանատուներ Գագիկ Ծառուկյանին ընդունել են ամենաբարձր մակարդակով ու ջերմությամբ։ Իրանահայերի համար միշտ մեծ պատիվ է եղել հյուրընկալել բարերարին տարբեր ծրագրերի շրջանակում։ Երախտավորների թիվը հարյուրապատիկ ավելի շատ է իրանահայ համայնքում հանդեպ պարոն Ծառուկյանի, քան թե մի քանի, այսպես ասած, գործարարական չարաշահող անձնավորությունների, որոնք լոգ հարցերին բիզնես ակնոցով են նայում։ Այս գործարարների հետ կապված արդեն պարզորոշ է Իրանի արտարադատության նախարարության, դատական ատյանների համապատասխան գործի հետ առնչվող իրենց վճիռը կայացրել են բոլորի համար պարզ հստակ։ Մնացածը չարաշահումներ են։ Այս ամենի թիկունքում հստակ քաղաքական նպատակներ են թաքնված եւ դրանք ոչ միայն կրկնեմ հարվածում են Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական կյանքին, սոցիալական հանդուրժողականությանը, այլ նաև իրանահայկական առևտրատնտեսական հարաբերություններին։ Ես շատ հավաստի աղբյուրներից տեղյակ եմ մանրամասնությունների վրա եւ կոնկրետ այդ ուրեմն դատական process-ի մեջ ոչ թե պարոն Ծառուկյանը դատվող կողմը, այլ ինքը վնասվող կողմը համարվել եւ վնասից հատուցումի հարց է գնացել իր համար։ Այսինքն այստեղ դուրժած կողմ ինքն է եղել։ Իրանահայերի խոսքով ընդունված է կարծել, թե Սփյուռքն է միշտ օգնության ձեռք մեկնում Հայաստանին, սակայն Գագիկ Ծառուկյանն այն բարերարներից է, որն ինքն է աջակցում մեր բոլոր հայաշատ գաղթօջախներին։ Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է եղել Իրանի հայ համայնքի տեղեկատվական հարթակը։ Զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել հայ համայնքի հայելին համարվող եւ մեծ տպաքանակ ունեցող հեղինակավոր Ալիք օրաթերթին, Արարատ մշակութային կազմակերպությանը։ Անձամինքս իրեն ընկերակցել եմ, երբ Իրանի ազգային օլիմպիականի նախագահի հետ էր ուրեմն հանդիպում եւ այդտեղ երկուստեք համագործակցությունների լավ պայմանագրեր են կնքվել։ Նա այս կապերի խորացման մեջ բավականին մեծ դերակատարություն ունեց։ Իրանի ամբողջ հայ համայնքը հաստատակամ է իր դիրքորոշման մեջ եւ լիահույս, որ արդարությունը րոպե առաջ կվերականգնվի։ Նրանք վստահեցնում են հայապահպանության եւ հայրենիք սփյուռք կապերի ամրապնդման համար Գագիկ Ծառուկյանի նման բարերարներն այսօր կենսական նշանակություն ունեն։ Ուժը կորավ եմ ախտում պարոն Ծառուկյանին, իր թիմին, իր շրջապատին եւ հատկապես այն բազմահազար աշխատողներին։ Նման, այսպես կոչված, գործեր կարել, նման մասկի շոուեր կազմակերպել, դա անընդունելի է իմ կարծիքով։ Սփյուռքից հնչող զորակցության ուղերձները փաստում են Գագիկ Ծառուկյանի կատարած ազգանվեր գործերը չունեն սահմաններ, իսկ նրա շուրջ ստեղծված իրավիճակ ամբողջ աշխարհի հայերի ուշադրության կենտրոնում է։ Իզաբելլա Հովհաննիսյան, Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։